Քանի օր եք հիվանդ։ Արդեն մի շաբաթ է։ Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն։ Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում են 0-ից 18 տարեկանները։ Տարածված է գրիպի A ենթատեսակը, տարածված են ադենովիրուսի տիպը վիրուսների, էնդերովիրուսները, այսինքն աղիքային վիրուսները, տարեսկզբին շատ տարածում ուներ կոքսակի վիրուսը, որը ներկա պահին կարծես թե էլ չենք արձանագրում։ Մեծամորի առողջապահություն ՀՕԱԿ-ի Ալաշկերտի բուժամբուլատորիան սպասարկում է 1600 եւ ավելի բնակչի։ Ընտանեկան բժիշկ Նաիրա Մնացականյանը տեղեկացնում է, հիվանդների թիվը մեծ է, բայց իրավիճակը վերահսկելի է։ Պացիենտը գանգատներով մեզ դիմելուց հետո ստանում է համապատասխան խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում բուժում։ Ստացիոնար ուղեգրվում են հիմնականում 0-ից 3 ամսական բալիկները, քանի որ բուժումը լիարժեք իրականացնել չենք կարող։ Սուր շնչառական վարակները շատ հաճախ ուղեկցվում են բարդություններով, խնդիրներից խուսափելու համար բժիշկը հորդորում է ընտրել ամենագրագետ ճանապարհը, պատվաստվել եւ կանխարգելել հիվանդությունների բարդ ընթացքը։ Ըստ միջազգային ընդունված ընթացակարգերի եղել է եւ մնում է ամենաճիշտ, ամենաառաջնային կանխարգելման տարբերակը գրիպի դեմ պատվաստումը։ Հայաստանի Հանրապետությունում առկա է պատվաստանյութ, քառավալենտ պատվաստանյութ, որը իր մեջ ներառում է գրիպի A եւ B այն ենթատեսակները, որոնք ներկայումս ունեն բարձր տարածվածություն։ Երբևէ չզբաղվել ինքնաբուժությամբ, անտեղի չընդունել հակավիրուսային եւ հակաբակտերիալ դեղամիջոցներ, օգտագործել միմիայն ջերմիչեցնող պրեպարատներ, բժշկի խորհուրդն է։ Շատ են բարդացնում բժշկի գործը, երբ 3-4 օրվա ջերմող պացիենտը արդեն իսկ մոտենում է բժշկին հակաբիոտիկներ ընդունած։ Անտեղի հակաբիոտիկների ընդունումը բերում է հակաբիոտիկոկայունության եւ այն դեպքերը, երբ իրոք պետք է նշանակումը, արդեն կարող ենք օգուտ չունենալ։ Նաև առանց բժշկի ցուցման բացառել վիտամինների ընդունումը։ Անտեղի վիտամինաթերապիան կարող է ևս բերել որոշակի բարդությունների, հատկապես մանկահասակ երեխաների մոտ մայրիկների շատ եմ նկատում։ Տանք այս վիտամինը, այն վիտամինը, որպեսզի բարձրացնենք իմունիտետը, այդպիսի ապացուցված հավելում գոյություն չունի։ Ընտանեկան բժիշկ Նաիրա Մնացականյանն Արմեդում նոր ներդրված ծրագիրն է ներկայացնում։ Արտաքին ուղեգրման շնորհիվ մենք կարողանում ենք պացիենտին ուղեգրել պոլիկլինիկա։ Նեղ մասնագետը տեսնում է ուղեգրումը, տեղում պատասխանում մեզ, խուսափելով ավելորդ քաշքշուկներից։ 2025 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում հոսպիտալացվել է 717 բուժառում։ 2025 թվականի 49-րդ շաբաթվա ընթացքում ՍՇՎ-ներով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1.4 անգամ։ Տեղեկացնենք, նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում սուր շնչառական վարակների սեզոնին ընդառաջ ներդրվել է համաճարակային ֆիլտր, որի արդյունքում հստակ նշված ցուցիչն անցնելու դեպքում տվյալ դպրոցը կամ ուսումնական հաստատությունն անցնում է հեռավար դասապրոցեսի։ Դեկտեմբերի 4-ի դրությամբ ՍՇՎ-ներով պայմանավորված նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունների ընդհանուր սաներից 13127-ը բացակայել է։ Հասմիկ Վահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։